Սիրով ողջունում եմ ձեզ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան։ Ձեզ մի փոքր աշուն եմ բերել, տեսնում եք կարմիր դեղին գեղեցիկ աշուն, եւ մի փոքրեր դեռ չմաքրած մեր ծաղիկներից եմ բերել ձեզ։ Գոնե վերջին անգամ միասին վայելենք, շուտով սա էլ չի լինի, այս գեղեցիկ վարդերս ձեզ եմ նվիրում, սիրելիներս, թող բոլորիդ օջախներում սեր ու ջերմություն լինի, իմ հավատարիմ անգին բաժանորդներ ջան, միշտ ուրախ եղեք, ամեն բանում գոհություն հայտնեք Աստծուն, սիրելիներս, իսկ հիմա գնանք ջերմոց, տեսնենք ինչ ենք պատրաստում։ Սիրով ձեզ հետ բարևելուց հետո եկել եմ ջերմոց, արդեն ջուրն եմ պատրաստել, պղպեղները լվացել, մաքրել, ընդամենը մի փոքր պղպեղեր։ Պղպեղները արդեն խորովել եմ, մաքրել եմ, որ տուն տանեմ, հացի ժամանակ ուտենք։ Այստեղ էլ արդեն պատրաստ է, շուռ ու մուռ եմ տալիս, մի թեթև թուլացնեմ, որ փափկի մի քիչ։ Լցնեմ փոքր կաթսան, լցրեցի արդեն, հիմա պատրաստած թթվի ջուրն էլ լցնեմ վրան։ Այսպես սխտորը պղպեղը մի քիչ տարածեմ, ծածկեմ, վերցնեմ գնամ տուն։ Սիրելի հետևորդներ ջան, մեր ցանած պղպեղներից, որ հավաքել ենք, մի քիչ մնացել էր։ Ափսոսս եկավ, ասես այսքան չարչարվել ենք, հո դեն չեմ նետելու, մանր էր, մի քանի հատ կծու էր, մի երկու հատ քաղցր էր, ինչ որ կար, հավաքեցի, գնացի ջերմոց։ Ջերմոցի մեջ 2 աշկանի գազ ենք դրել բալոնով, այսպիսի գործեր այնտեղ ենք կատարում։ Արդեն դուք քաչ տեղյակ եք, ծանոթ եք, պատրաստել եմ, տեսել եք։ Այնտեղ մի քանի հատ խորովեցի պղպեղ եւ այս բուսայուղով պատրաստեցի, լցրեցի կաթսա եւ եկա տուն։ Ես էլ հարկ չհամարեցի, ես մի փոքրի համար, թե ինչպես եմ սոկը պատրաստում, բուսայուղը լցնում, արդեն ցույց եմ տվել։ Ուղղակի պատրաստման եղանակը լցրեցի կաթսան եւ ցույց տվեցի։ Հիմա եկել ենք, հաց ենք կերել, հանգստացել ենք, պետք է պատրաստեմ, որ գնել էի դեղցի կոմպոտ։ Հիմա արդեն սկսենք միասին պատրաստել, ես ձեզ լրիվ ցույց կտամ սկզբից մինչև վերջ, թե ես ինչպես եմ պատրաստում իմ այս տարբերակով դեղցի կոմպոտը։ Սիրելիներս, այսօր պատրաստում եմ ամենահամեղ կոմպոտներից մեկը՝ դեղցի կոմպոտ։ Երեկ որդուս հարսիս հետ շուկայից են գնել, տեսեք ինչ գեղեցիկ կարմրադեղնավուն գույնի դեղցեր եմ գնել, ասեմ, որ շատ քաղցր է, տեսնում եք, կիսել ենք, արդեն համ տեսել ենք, հիմա սկսեմ մաքրել։ Նախօրոք լավ հոսող ջրի տակ, հետևորդներ ջան, լավ լվացել եմ, չորացրել եմ։ Ես 2 կես եմ անում եւ կեղևները մաքրելու եմ, որովհետեւ կեղևները մաքրած կոմպոտի գույնը լինում է բաց եւ հաճելի, որ չենք մաքրում, կեղևները մուգ է ստացվում եւ հյութն է մուգ ստացվում, դուք կարող եք թողնել թե կեղևները, թե կորիզով անել, չկիսել, ես կկիսեմ, այդպես են սիրում ընտանիքիս անդամները, կիսած եւ մաքրած, 2 կես եմ անում, կարող եք չկիսել, չբաժանել մասերի, կորիզը հանում եմ ես։ Սիրելիներս, գազի վրա արդեն դրել եմ ջուրը, որ եռա պատրաստեմ օշարակ կոմպոտի համար։ Դեղցի կոմպոտը մանավանդ սառը վիճակում ավելի համեղ է լինում։ Դեղցի հյութը, սիրելիներս, շատ ենք սիրում, մանավանդ ես շատ սիրում եմ դեղցի կոմպոտի հյութը։ Հիմա եռացող ջրի մեջ լցնում եմ շաքարավազը։ Օշարակը պատրաստում եմ բերանի համով, որ լինի ոչ շատ քաղցր, ոչ էլ շատ անհամ։ Հիմա մի քիչ կլցնեմ, կխառնեմ եւ կհամտեսեմ, եթե
քաղցր չլինի, մի քիչ կավելացնեմ։ Ես ամեն 3 լիտրանոց տարայի մեջ լցնել եմ 8 հատիկ կիսած դեղց։ Դուք կարող եք շատ լցնել, կարող եք մինչև վերջ լցնել։ Մենք հյութը շատ ենք սիրում, սիրելիներս, դրա համար քիչ եմ լցնում։ Հիմա կխառնեմ, կթողնեմ, որ օշարակը եռա։ Պետք է անպայման օշարակը եռա։ Միակ կամպոտն է, որ ես այսպես օշարակը պատրաստում եմ, նոր պատրաստում եմ կոմպոտը։ Մնացած բոլոր հատապտուղները շաքարավազը լցնում եմ հատապտուղներին և եռման ջրով լցնում ու փակում եմ։ Իսկ հիմա ծածկեմ թո եռա։ Եռած արդեն օշարակը լցնում եմ մեկ չափաբաժնով դեղցերը 8 հատ։ Եթե շատ լցնեմ, 8 հանեմ մինչև տարան փակեմ, կլխկվի, դրա համար 8 հատիկով եմ լցնում, սիրելի հետևորդներ ջան, տարայի չափաբաժնով։ Սա էլ 8-րդը, բերանը չենք ծածկում, 1 րոպե թողնում ենք, որպեսզի տաքանա, մի խոսքով ասած, միրգը վախեցնում ենք։ Հիմա երկրորդ կաթսանել եմ, լցնում 1 տարայի չափաբաժնով հատիկները, 8 հատիկ։ Սիրելիներս, այս տարբերակով հատիկների գույնը լինում է դեղին և շատ հաճելի։ Հիմա ընդամենը 1 րոպեի չափով թողեցի, հիմա հանում եմ հատիկները։ Եթե շատ թողնեմ, կլխկվի։ Այս տարբերակը ցանկացա բոլորիդ հետ կիսվել, ցույց տալ նաև այս տարբերակը։ Գիտեմ, բոլորս էլ առանց ստերիլիզացնելու էլ ենք պատրաստում, ընդհանուր դեղցը կլոր այդպես էլ ենք պատրաստում, առանց մաքրել էլ որոշեցի, որ այս մաքրած տարբերակով ձեզ ցույց տամ, սիրելի հետևորդներ ջան։ Հատապտուղների կոմպոտը պատրաստելուց հատապտուղները լցնում եմ տարայի մեջ, շաքարավազ եմ լցնում և եռման ջուր եմ լցնում և զակատում եմ, օշարակ չեմ պատրաստում։ Հիմա բերանը ծածկեմ, օշարակի թող եռա, մինչ հատիկները կդասավորեմ տարաների մեջ։ Այսպես դասավորված հատիկների վրա տարայի մեջ լցնում ենք 2 լիտր տարողությամբ օշարակ է գնում։ Հիմա կլցնեմ օշարակը, տեսնեմ եռում է ջուրը, այս կաթսան չի եռում, այստեղ արդեն եռում է, հիմա կզակատեմ։ Մի քիչ մոտիկ բերեմ, հեչ հարմար չի։ Աջ ձեռքով եմ, սիրելիներս, ուղղակի դիրքը կաթսայի հարմար չի։ Հիմա օշարակը լցնեմ և զակատեմ, ընդամենը 1 տարա եմ ձեզ ցույց տալի, թե ոնց եմ զակատում, մնացածը, սիրելիներս, կադրից դուրս կզակատեմ, ձեզ ցույց կտամ, ընդամենը 6 տարա է։ Մի քիչ էլ թողեցի երեխաները ուտեն, շատ քաղցր դեղց է, չէ՞ որ մեր Արտաշատի դեղցն է, Դվին գյուղի դեղցն է։ Վաճառողը հայ էր, այդպես էլ ասեց, Դվին գյուղինն է։ Ես էլ արտաշատցի եմ, մի քիչ էլ թողնեմ, որ համ ու հոտը առնենք, չնայած նոր եմ եկել Հայաստանից, ձեզ ասել եմ, որ ես ոչինչ այնտեղ չեմ համ տեսել, ոչ մի միրգ։ Հիմա մի քիչ էլ ավելացնեմ, որպեսզի հատիկները չոր չմնան։ Շատ եմ լցնում հատիկները, միրգը իր մեջ է վերցնում հյութը, օշարակը և եթե բաց մնա կչորանա։ Հիմա փակում եմ։
Սիրելիները, սա փակելուց հետո ձեզ ցույց կտամ թորնուհուս և թորնիկից պատրաստված թխվածքը, ռուլետ տորթը և խնձորով շարլոտկա է մեծ թորնուհիս պատրաստել, դա էլ ցույց կտամ։ Վերջ սիրելիներս, այսօր էլ փակեցի դեղցի կոմպոտ, ստացվեց շատ գեղեցիկ, հույսով եմ ձեզ դուր եկավ պատրաստման եղանակը, դուք էլ պատրաստեք, անուշ վայելեք, թող առողջություն լինի բոլորիս, երկրին խաղաղություն, մենք էլ ինչ պատրաստել ենք, անուշ ուրախ վայելենք ձմռանը, իմ սիրելի հետևորդներ ջան։ Այո, սիրելիներս, ճիշտ եք նկատել, դեղցի կեղևներով և կորիզով պատրաստում եմ խմելու համար հիմա կոմպոտ, մի քիչ օշարակիր ավելացրել, մի քիչ էլ ջուր եմ ավելացնել, հիմա կպատրաստեմ, կդնեմ քսառի, երեխաները կխմեն, հենց վիտամինները կեղևի տակ է, ընտիր կեղև է դեղին և կարմիր, սիրելիներս, այսպես լցնում եմ օշարակի մեջ, մի հատ էլ կեռացնեմ և քսառի կքամեմ, կխմեն երեխաները սառը վիճակում, տեսնում եք կեղևներն էլ են օգտագործվում, տեսեք, հլը գույնը տեսեք, ընտիր ստացվեց, հիմա մի քիչ էլ ջուր կավելացնեմ ու շաքարավազ, կեռամ, կանջատեմ, կթրմեմ հետո, այստեղ թորնուհիս մեծ ցույց է տալիս իր պատրաստած շարլոտկան, որը անվանել է Ասենի շարլոտկա, ընտիր ստացվել է, բարձր, այստեղ էլ գեղեցիկ դիզայն, հիմա կտրում է, որ ցույց տա, շատ լավ է ստացվել, ընտիր, բարձր խնձորով շարլոտկա, այստեղ էլ դեռ տաք է, կտրում է ռուլետը, պատրաստել է տղա թոռնիկս, ամենավերջին թոռը, սովորում է 4-րդ դասարան, կոտրում է 2, հանում է կեղևը, 3-րդ ձունը լցրեց սեղանին, թոռնուհիս թողեց, որ տեսնեմ, ավելացնում է 3 հատ ճաշի գդալով շաքարավազ, արդեն մաքրել է սեղանը, հարում է հարիչով էլեկտրական, այստեղ էլ հարելուց հետո ավելացնում է 1 բաժակ գոլկաթ 100 մլ, խառնում է ձեռի հարիչով, ավելացնում է ալյուրը և փխրեցուցիչը, ծիծաղում է, համ պատրաստում է, համ ծիծաղում է, ավելացնում է կակաո մի քիչ, այստեղ էլ խմորին դիզայն է տալիս, գեղեցկացնում է, սիրուն գեղեցիկ նախշ է անում, արդեն պատրաստ է, նաև ջնարակն է պատրաստել լցրել, ցույց է տալիս, տեսնում եք ինչ լավ ստացվեց, ուտում է, համտես է անում, ասում է շատ լավ է ստացվել, Դե իմ սիրելիներս, այսքանով ավարտում եմ այս հոլովակը, շնորհակալ եմ ինչպես միշտ բոլորիցը, առողջություն եմ ցանկանում բոլորիդ, մեզ բարեախորժակ, ձեզ հաճելի դիտում, նվագում է այն թոռնիկս, որը տորթ պատրաստեց։